բացի իրան ուրիշ բան պետք չէր։ Արդյոք այդ մարդը կարիք ունի ուղեկցման, ոչ տեսողական խնդիրներ, ոչ բան։ Ոստիկանությունն է տենց ոնց ասեմ, պետք է լավ հորդորես, համոզես, երբեմն բացատրես իրանց իրավունքներն ու պարտականությունները ընտրատեղամասի մոտ։ Դուք այսինքն դիմել եք ոստիկաններին։ Ես արդեն այսօրվա ընթացքում 3 անգամ եմ դիմել, որ այս կուտակումները բանան։ Ես դեռ մարդիկ կան, որ ամեն բավականին ակտիվ թաղամասը նաև ընտրական է։ Գծերի հետ կոչվող թաղամասն է, որը համարվում է Սարիկենց ոչինը։ Առավոտյան նաև Սարիկի մորաքրոջ տղաներ այստեղ բուրըն գործունեություն ծավալում։ Նաև նշում եք, որ ընտրողները միանգամից մտնում են։ Առավոտյան, հիմա չէ, հիմա երբ որ միջամտություն եղավ լրագրողներ եկան, այդ process-ը դադարեց։ Բայց օրինակ Սարիկ Մինասյանի աղբերը համ ընդեղա մտե ես ֆիքսել եմ, համ ընդեղա մտե ես ֆիքսել եմ։ Ոստիկան իսկ որևէ արձանագրություն կազմվել է, թե շարավը չի տալիս։ Արձանագրություն կազմվում թույլատրելի չի այս տարածքում, այսինքն ընտրատեղամասից 50 մետր ոչ հեռու տարածքում ունենալ շտաբ, ընդ որում ոչ լեգալ շտաբ, որտեղ շտաբի օրինակելի տեսք չունի եւ ներսում են միայն Սարիկ Մինասյանի նկարները փակցած։ Մենք ամեն դեպս Լիայի հետ որսացել ենք կադրերը։ Եղբայրն էլ է Սարիկի ներսում, այսինքն ճիշտ էին այստեղից պատուհաններից հսկող քաղաքացիները, որ մեզ ահազանգում են, որ այստեղ ԿՊ-ի որջը կա եւ բոլոր ընտրողները պարտադիր անցնում են այս տարածքով։ Ես ավելին ասեմ, ես հիմնավոր կասկած ունեմ, որ այս ընտրատեղամասը եւ ամենաակտիվ ընտրատեղամասն է սա։ Որը շատ փոքր է, երևի 30 քառակուսի է։ Ես կարծում եմ, իրավունք ունեմ մտածելու, որ այս տեղամասը այս պայմաններում ընտրվել է ոչ թե իր հարմարավետության տեսանկյունից ընտրողների համար, այլ ԿՊ-ի հարմարավետության տեսանկյունից, որ Նիաթխաձիատ կասի, ասես դեմը կանգնած հետևեն, ով եկավ, ով չեկավ, ոնց ինչքան մնաց, ինչա կատարվում։ Շնորհակալ։ Խնդրեմ։